Միլիոնների հափշտակություն համայնքի օղատարածքների ձևական աճուրդ վաճառքներ, Արարատի մարզի Գոռավան համայնքի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանի մեղադրանքն է։ Համայնքը 15 տարի ղեկավարած Բազիկյանը անցնում է 33 դրվագով, օրենքի խախտմամբ տիրացել է համայնքի 540 հեկտար հողատարածքին։ Հողերը աճուրդի միջոցով օտարվել են ընտանիքի անդամներին, այսինքն որդուն, կնոջը, եւ բացի այդ աճուրդի երկրորդ մասնակիցները ձևական են ներգրավել աճուրդներին, այսինքն պայմանավորվածություն են ձեռք բերել երկրորդ անձանց հետ, որպեսզի մասնակցեն աճուրդին եւ քայլ չկատարեն, նրանց փոխարեն նախավճարները վճարել համապատասխան անձին, ինչի արդյունքում այդ ձևական աճուրդների եւ մրցույթների կայացմամբ շուրջ 540 հեկտար հողի նկատմամբ սեփականության եւ վարձակալության իրավունք է գրանցվել Արսեն Բազիկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի Արսեն Բազիկյանը հափշտակել է 1 միլիոն դրամի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները։ Գազի կտրոնները նախատեսված են եղել համայնքի համար, գտնվել են համայնքի հաշվեկշռում Արսեն Բազիկյանի տիրապետության ներքո։ Արսեն Բազիկյանը այդ կտրոնները փոխանակ համայնքի շահերին ծառայեցնել, օգտագործել է, լիցքավորել է իր անձնական օգտագործման ավտոմեքենաները։ Մեկ այլ դրվագով գույքահարկի վճարման հարթակում մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ Արսեն Բազիկյանը չի վճարել իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկը համայնքին պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Այս գործով մեղադրել է նաև նրա որդին հորն օժանդակելու համար։ Որդու վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան, իսկ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Արսեն Բազիկյանը, որը համայնքը ղեկավարել է 2006-ից 21 թվականներին, նախաքննության սկզբում ընդունել է մեղքը։ Մեղադրանքը փոփոխելուց հետո արդեն հրաժարվել դիրքորոշում հայտնել։ Հոր եւ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Տաթև Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։